Թեհրանում անսպասելի բացասական գնահատականներ են հնչել Թրամփի ուղի նախագծի վերաբերյալ։ Իրանի հոգևոր առաջնորդի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ալի Աքբար Վիլայաթին ասել է, որ Թեհրանը կտրականապես դեմ է TRIP նախագծի իրականացմանը։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը, Արտյոմ ինչով է բացատրել այն։ Վիլայաթին այս իսկապես անսպասելի հայտարարությամբ հանդես է եկել Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ։ Վիլայաթին հիշեցրել է, որ Թեհրանը ի սկզբանե կոշտ դիրքորոշում է ունեցել Զանգեզուրի միջանցքի նկատմամբ, քանի որ այն հնարավորություն էր ստեղծում ամերիկացիներին սեփական ներկայությունը ապահովելու Իրանի հյուսիսային սահմանների մոտ։ Եվ այժմ Վիլայաթին պնդում է, որ այս նոր TRIP նախագիծը նույն այդ Զանգեզուրի միջանցքն է, միայն անունն է փոխել, քանի որ նպատակը ըստ իրեն նույնն է ամերիկացիների ներկայությունը ապահովել տարածաշրջանում։ Մեջբերեմ նրա խոսքերը։ Փորձը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն սկզբում թվացial տնտեսական նախագծերով թափանցում է զգայուն տարածաշրջաններ, աստիճանաբար այդ ներկայությունը ընդլայնվում է, ներառելով ռազմական ու անվտանգային բաղադրիչներ։ Ուստի Թեհրանը, ինչպես հավաստիացնում է Վիլայաթին, շարունակելու է դեմ հանդես գալ այս նախագծի իրականացմանը։ Իհարկե Հայաստանի դեսպանը հավաստիացրել է, որ Հայաստանը ոչ մի դեպքում իրեն թույլ չի տա ոչ մի քայլ, որը կարող է սպառնալ Իրանի ազգային անվտանգությանը։ Ամեն դեպքում նշեմ, որ թեև այս պնդումը Վիլայաթի հայտարարությունը իսկապես կոշտ է, այն առաջի անգամ չի հնչում իր շուրթերից։ Նրա խոսքերը մինչ այդ էլ այս թեմայի վերաբերյալ մեզ համար այսպես զգայուն են եղել եւ անսպասելի կոշտ։ Օգոստոսին նա հայտարարել էր, որ Թեհրանը ոչ մի դեպքում թույլ չի տա ամերիկյան միջանցքի կայացմանը, այդպես էր ձևակերպել, եւ հայտարարել էր, որ եթե կողմերը հետեւողականություն ցուցաբերեն այս հարցում, մեջբերեմ նրա խոսքերը, Կովկասը կդառնա Թրամփի վարձկանների գերեզմանատուն։ Իրականում իր այդ հայտարարությունից հետո շատ բան է փոխվել, իրանացի դիվանագետները, պաշտոնյաները փոխել են իրենց մոտեցումները, շեշտադրումները շատ ավելի մեղմ են դարձել, բայց Վիլայաթին շարունակում է նույնչափ կոշտ արտահայտվել։ Արդյոք Հայաստանը մեկնաբանել է այս ամենը։ Հայաստանի արտգործնախարարությունը չի մեկնաբանում, գերատեսչության մամլոխոսնակը հայտարարել է, որ Իրանի պաշտոնական մոտեցման մեջ որևէ փոփոխություն չի նկատվում։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը վստահեցրել է, որ ոչինչ չի կարող խանգարել հայ-իրանական հարաբերությունների բարեկամական զարգացմանը, միաժամանակ խոստովանել է, որ անսպասելի էր Վիլայաթի այդ հայտարարությունը եւ որ անդրաժեշտ է հասկանալ, թե ինչն է նրան մտահոգում եւ անհանգստացնում եւ լուծում տալ խնդիրներին։ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էլ ասել է, որ անհանգստանալու առիթ չկա եւ որ Երևանում համարում են, որ Իրանի պաշտոնական դիրքորոշումը արտահայտում է երկրի արտգործնախարարությունը, այլ ոչ թե հոգևոր առաջնորդի արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խորհրդականը։ Հետաքրքիր է, որ Բաքվից հնչող մեկնաբանություններն ու գնահատականները շատ ավելի կոշտ են եւ կարծում եմ Թեհրանում դա նկատում են։ Ոչ թե պաշտոնական հայտարարությունները, այլ այն, ինչ անում է իշխանամետ մամուլը։ Իշխանությանը հավատարիմ լրատվամիջոցները հասել են պարզապես անհատական վիրավորանքների Վիլայաթի հասցեին։ Օրինակ, պարբերականներից մեկը Վիլայաթին անվանել է պարանոիկ։ Մեկ այլ իշխանամետ լրատվամիջոց համարում է, որ նա տառապում է տարիքային մարազմից։ Վստահ եմ, որ Թեհրանում նկատում են այս վիրավորանքները, ինչպես նաև նկատում են, թե որքան տարբերվում է Երևանի հայկական մամուլի եւ ադրբեջանական մամուլի մեկնաբանությունը եւ գնահատականը։ Արտյոմ, իսկ ինչ է նշանակում Վիլայաթի հայտարարությունը։ Իրականում կարծում եմ Երևանը քիչ բան չարեց Թեհրանի հնարավոր մտավախությունը այսպես հանելու համար։ Եվ Փաշինյանն է հանդիպել այս թեմայի վերաբերյալ Փեզեշքյանի հետ եւ Միրզոյանն է խոսել Արաքչիի հետ եւ դրա արդյունքը եղավ այն, որ իրանացի բարձրաստիճան պաշտոնյաները խոստովանեցին, որ այլևս մտավախության համար առիթ չեն տեսնում։ Արտգործնախարար Աբբաս Արաքչին հայտարարել էր, որ Հայաստանը կարողացավ համոզել իրանացի պաշտոնյաներին, որ Իրանի բոլոր կարմիր գծերը պահպանված են եւ սպառնալիք այստեղ չկա։ Նախագահ Փեզեշքյանը նույնպես ասել է, որ երբեմն հնչող
մեկնաբանությունները չափազանցված են եւ որ Իրանի ազգային շահերին ոչինչ չի սպառնում։ Այդ ֆոնին հնչում էին նաև շատ ավելի կոշտ հայտարարություններ, ընդ որում նկատվում է, որ այդ հայտարարությունները տարածում էին ավելի շատ հոգևոր առաջնորդին հավատարիմ գաղափարախոսները եւ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած մարդիկ։ Մասնավորապես, օրինակ, գեներալ Այադոլլա Ջավանին հայտարարել էր, թե իբր Ալիևը եւ Փաշինյանը թույլ են տվել, որ Թրամփը խափի իրենց եւ որ իրենք արհամարել են տարածաշրջանի գերտերությունների ազգային շահերը։ Կամ օրինակ ռազմավարական խորհրդի քարտուղար Ալի Բագերի Քամնին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների ներթափանցումը տարածաշրջան այդ թրիփ նախագծի միջոցով անընդունելի է Իրանի համար եւ Իրանը ամեն ինչ կանի այս նախագիծը տապալելու համար։ Նկատվում է, որ իսկապես տարբերվում է իրանացի պաշտոնատար դիվանագետ, բարձրաստիճան դիվանագետների եւ հոգեվոր առաջնորդին մոտ կանգնած պաշտոնյաների այս մոտեցումները։ Իրականում իրանական դիվանագիտության ավանդույթների մեջ է դա, այսպես բաժանել, բաշխել դերերը, ինչպես ընդունված է հոլիվուդյան ֆիլմերում, հա, կոշտ ոստիկան եւ բարի ոստիկան։ Մինչդեռ նույն գործն են անում։ Չի բացառվում, որ այս դեպքում հենց նույն սցենարով գործում են նույն գործը անելով։ Բայց նաեւ չի կարելի բացառել, որ այս ամենը իսկապես օբյեկտիվ հակասությունների դրսևորում է, եթե այդպես է, պետք չի արհամարել այս գնահատականը, քանի որ ի վերջո իրական իշխանությունը Իրանում ոչ թե կառավարությանն է պատկանում, այլ հենց հոգևոր առաջնորդին։ Արտեմ, թրիփի վերաբերյալ հայտարարություն պաշտոնական մակարդակում հնչել է նաև Մոսկվայում։ Այո, այսօր արտահայտվել է Ռուսաստանի արտգործնախարարության 4-րդ ԱՊՀ երկրների դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը, ով ասել է, որ Մոսկվան պատրաստ է Երևանի հետ բանակցել թրիփ նախագծին իր հնարավոր մասնակցության պայմանների վերաբերյալ։ Նա համարում է, որ Մոսկվան բոլոր հիմքերը ունի ակնկալելու, որ իր տեղը կունենա այդ նախագծում, քանի որ առաջինը այդ հարցի վերաբերյալ բանակցություններ են եղել եռակողմ ձևաչափով Մոսկվայի մասնակցությամբ ժամանակին։ Երկրորդը, քանի որ Ռուսաստանի երկաթգծի վարչությունը կառավարում է Հայաստանի երկաթգծերի կառավարումն է իրականացնում, եւ երրորդը, քանի որ այդ տարածքով, որով անցնելու է թրիփը, այնտեղ ռուս սահմանապահներն են կանգնած։ Այդ ոգով ժամանակին արտահայտվել էր նաեւ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Ավերչուկը, ով նույնպես ասում էր, որ Մոսկվան իրավունք ունի իր մասնակցությունը ունենալ։ Իսկ Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Վալադարսկին ժամանակին խոստովանել էր, որ թրիփ նախագծին Ռուսաստանի մասնակցության հնարավոր ձևաչափերը Ալյասկայում Պուտինը քննարկել է Թրամփի հետ։ Այսինքն ակնարկում են, որ Ռուսաստանի մասնակցությունը թրիփում կարող է լինել Մոսկվայի եւ Վաշինգտոնի մեծ գործարքի ընդամենը փոքրիկ մասը։ Բայց Հայաստանի ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հավաստիացրել է, որ Ռուսաստանի հետ համենայն դեպս Երևանը որևէ բանակցություն այս հարցի վերաբերյալ չի վարում։ Շնորհակալություն, Արտեմ։